Ողջույն ընկերներ։ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում կայանալու է ընտրություններ։ Յուրաքանչյուր երկրի համար ընտրությունները շատ կարևոր իրադարձություն են, քանի որ ընտրությունների արդյունքից է կախված տվյալ երկրի զարգացման ուղին, ինչու չէ նաև տվյալ երկրի ապագան։ Հայաստանի համար ընտրությունները կարևոր են նրանով, որ մենք գտնվում ենք այնպիսի մի ջրբաժանում, այնպիսի մի տարածաշրջանում, որ որոշվելու է հայ ժողովրդի եւ Հայաստան պետության ապագան։ Եվ շատ կարևոր է այս ընտրություններում ճիշտ կողմնորոշվելը եւ ճիշտ ուժին քվեարկելը։ Տեսեք, 8 տարի է, որ Հայաստանում իշխում է Նիկոլ Փաշինյանը։ 8 տարվա ընթացքում եկեք տեսնենք, թե ինչ է արել, ինչ ձեռքբերումներ ունենք եւ ինչ կորուստներ ունենք։ 8 տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նա ժառանգություն ստացավ 42,000 կիլոմետր տարածքով Հայաստան։ Արցախը ներառյալ։ 8 տարի հետո ինչ է նա թողնում։ Նա թողնում է ընդամենը 29,800 քառակուսի կիլոմետր տարածք, այսինքն Հայաստան առանց Արցախի։ 8 տարի առաջ մենք ունեինք 7 միլիարդ դոլար պարտք, այսօր մենք ունենք 15 միլիարդ դոլար պարտք։ Այսօր մենք ունենք 120,000 փախստական, ունենք 3 պատերազմ։ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ Հայաստանը 3 անգամ պատերազմի մեջ է մտել եւ 3 անգամն էլ մենք պարտվել ենք։ Ունենք մոտ 5,000 զոհ ընդհանուր այդ 3 պատերազմների ընթացքում։ Եվ սա է Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունքը։ Բացի այդ ունենք նվաստացած հայ ժողովուրդ, ունենք գերիներ, որոնք գտնվում են Բաքվի բանտում, եւ ունենք վտանգված հայրենիք։ Ինչու վտանգված։ Տեսեք ինչ են ասում մեր թշնամիները։ Նախ ով են մեր թշնամիները։ Մեր թշնամիներն են Ադրբեջանը, Թուրքիան եւ թշնամական տրամադրված Ռուսաստանը։ Եկեք սկսենք Ադրբեջանից։ Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակով առաջ է տանում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզը։ Ինչ է սա նշանակում, որ հայերը այստեղ եկվոր են, հայերը եկել են իբր թե Հնդկաստանից եւ Հայաստան պետությունը ստեղծվել է ադրբեջանական հողերի վրա։ Ադրբեջանը իրեն ժառանգորդ է համարում Ադրբեջանի առաջին հանրապետության 1918-1920 թվականին գոյություն ունեցած այդ պետության իրավահաջորդը։ Ինչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը հավակնություններ ուներ եւ իրենն էր համարում ոչ միայն Արցախը, այլ նաեւ Սյունիքը, Նախիջևանը եւ ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը։ Նրանք Փարիզի կոնֆերանսում մի քարտեզ էին ներկայացրել, որտեղ ընդգրկված էր ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը, Կարսի մարզը, Արդահանի շրջանը եւ այսօրվա Ադրբեջանը չի հրաժարվել այդ տարածքային նկարտումներից, տարածքային պահանջից, դա է նշանակում, որ մինչ օրս նրանք իրենց համանadrության մեջ փոփոխություններ չեն մտցրել եւ իրենց սովետական Ադրբեջանը սովետական տիրապետությունը համարում են օկուպացիայի շրջան եւ իրենց չեն համարում սովետական Ադրբեջանի իրավահաջորդ։ Ինչպես այսօր մեզ փորձում են փաթաթել մեր իշխանությունները, որ իբր մենք երկրորդ հանրապետության, այսինքն սովետական հանրապետության իրավահաջորդն ենք։ Վերջին տարիներին Թուրքիան հավակնում է դառնալ իսլամական աշխարհի առաջատար երկիրը։ Թուրքական իշխանությունները բացի իսլամական աշխարհի առաջատար երկիր հավակնություն ունենալուց, նրանք նաև առաջ են մղում պանթուրքիստական գաղափարախոսությունը մեծ Թուրանի ստեղծումը։ Իսկ ինչպես գիտենք, մեծ Թուրանի ճանապարհին կանգնած է Հայաստանը։ Առանց Հայաստանի արգելքը վերացնելու թուրքական աշխարհը չի կարող միավորվել։ Հետևաբար միամտաբար մտածել, թե մենք կարող ենք խաղաղ ապրել Թուրքիայի հետ, դա հանցագործություն է հայ ժողովրդի եւ հայ պետության դեմ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը այսօր թաթախված է ուկրաինական պատերազմում եւ եթե նույնիսկ ցանկանար մեզ օգնել, նա չի կարող օգնել, որովհետեւ կա պայմանավորվածություն, ռուս-թուրքական պայմանավորվածություն, ըստ այդմ Ռուսաստանը զիջում է Հայաստանը, դրա դիմաց Թուրքիան օգնում է Ռուսաստանին
հաղթահարել սանկցիաները։ Եվ այսպես, արդյոք արժե քվեարկել մի ուժի, ով Հայաստանին բերեց 3 պատերազմ, տարածքային ահռելի կորուստներ, վտանգված ապագա։